Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ ներկայացնում մեր երկրորդ հյուրին, նոյեմբերի 4-ը համարվում է սոցիալական աշխատողի մասնագիտական օր։ Մեր հյուրն է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։ Բարի լույս, շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ, նախորյակին հրավիրել։ Շնորհավոր եմ, թե չէ։ Արդեն սկսվում է, վաղն է իրականում, նոյեմբերի 4-ին է, մենք նախորյակին ենք այս պահին, բայց որքան շուտ շնորհավոր ենք, ինձ թվում է, ինչքան շատ շնորհավոր ենք, այնքան սոցիալական աշխատողները արժանի են։ Այս սոցիալական աշխատողին ինչ է պետք մաղթել, հա, ինչն է կարևոր նրա համար ավելի շատ։ Կարծում եմ տոկունություն առաջին հերթին, որովհետև սոցիալական աշխատողները գործ ունեն կյանքի դժվար մասերի հետ, մարդկային ճգնաժամերի հետ, մարդկային ճակատագրերի հետ, խեղված ճակատագրերի հետ, հատկապես երեխաների դեպքում։ Պիտի կարողանաս դրական էներգիան վերջ փոխանցել, հույսի լույս թողնել, յուրաքանչյուր հանդիպումից հետո մարդը պիտի մի քիչ ավելի քաջալերված եւ հույսով լցված բաժանվի։ Յուրաքանչյուր մուտքից սոցիալական աշխատողի պիտի ինչ-որ ձևով դրական մթնոլորտ ձևավորվի եւ դա հենց այդպես էլ լինում է, ուստի դրա համար սոցիալական աշխատողներին պետք է ցանկանալ շատ մեծ տոկունություն, դիմակայունություն, ինչու՞ չէ նաեւ էներգիա կուտակելու օջախներ, բազմաթիվ։ Դրանք կարող են լինել գնահատված լինելը, դրանք կարող են լինել այսպես իրենց մասին խոսելը, այդ օջախները կարող են լինել փոխված, դրական դեպի դրականը փոխված ճակատագրերը, ժպտացող աչքերը երեխաների, որոնք գտնում են իրենց երկրորդ ընտանիքը օրինակ։ Մի խոսքով, շատ են, լուսավոր կետերը շատ են մեր մասնագիտության մեջ։ Իսկ ինչպիսին է սոցիալական աշխատողի դերը մեր հասարակությունում։ Տարիներ մենք շատ երիտասարդ մասնագիտություն ենք ներկայացնում, միայն երկրաշարժից հետո մուտքը եղավ սոցիալական աշխատանքի Հայաստան եւ չեմ կարող չնշել շնորհիվ պրոֆեսոր շատ հարգաժան պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանի կրթական համակարգը ներդրվեց։ Այսօր մենք ունենք բավական մեծ բանակ եւ տարեց տարի, քանի որ երիտասարդ մասնագիտությունը հավատացեք յուրաքանչյուր տարի մենք զգում ենք փոփոխություն։ Ճիշտ է դեռ այն չէ, այնպես չի ճանաչում հասարակությունը սոցիալական աշխատողին, ինչպես ճանաչում է ուսուցչին, բժշկին, իրավաբանին եւ այլն բոլորը օգնող մասնագետներ են, բայց համենայնդեպս յուրաքանչյուր տարի մենք զգում ենք փոփոխություն, որ ավելի շատ մարդ է դրա մասին իմանում։ Ամենակարևորը պետությունը ոչ միայն կարևորում է, այլև արդեն գիտակցվել է տարբեր շրջանակների կողմից, որ իրականում սոցիումի հետ շփվելու լավագույն հենակետն են սոցիալական աշխատողները։ Դժվար կացության մեջ հայտնված մարդկանց հետ շփվելու եւ այդ մարդկանց խնդիրները ժամանակին հայտնաբերելու, ժամանակին ճիշտ հասկանալու եւ դրանք անքննադատ առանց որևէ ստերեոտիպների դրանք մեկնաբանելը եւ արձագանքելը, այդ մեծ գործընթացը, դժվար գործընթացը միայն ու միայն հնարավոր է հենվել սոցիալական աշխատողների վրա։ Իսկ ո՞րն է ամենաբարդ գործընթացը ձեր մասնագիտության մեջ։ Բարդը չհասկացված լինելն է։ Մենք հաճախ ենք ունենում երկակի իրավիճակներ, երբ որ մարդու ում հետ մենք աշխատում ենք, ում օգնում ենք, նրա իրավիճակը եւ գործող իրավական ընթացակարգերը չեն համապատասխանում։ Սա երկրորդը երկակի իրավիճակներ են լինում, մենք նույնիսկ հատուկ տերմին ունենք դրա համար, առաջանում են դեպքերում, երբ օրինակ վիճող ծնողների պարագայում, երբ երեխան դառնում է ավելի շուտ միմյանցից վրեժ լուծելու կամ միմյանց ինչ-որ բան ապացուցելու գործիք, քան նպատակ եւ ձգտում, այն նման իրավիճակներում շատ դժվար է դառնում աշխատելը, նախկինում իրար սիրող մարդիկ սկսում են մրցակցել երեխայի շուրջ, մրցակցել իրար հանդեպ ավելին ձեռք բերելու եւ այլն։ Նման դեպքերում չեմ ասում անհնար է, բայց բավական դժվար է տեսնել նախկինում իրար սիրող մարդիկ, իրար համակրող մարդկանց այդպիսի ատելության եւ այդպիսի ոչ առողջ մրցակցության պայմաններում։ Դա ընթացք է պահանջում եւ ուրախ եմ ասել, որ առնվազն սոցիալական աշխատողները կարողացել են գտնել բանալին նման իրավիճակներում աշխատելու։ Մեզ դժվարացնում է բազմաթիվ ընթացակարգերի անկատարությունը։ Հաճախ սոցիալական աշխատողները իրենք պաշտպանված չեն, պատճառը այն է, որ
լրջորեն վերանայել են ուզում մեր բոլոր ընթացակարգերը, ինչպես առանձին հատկապես ընտանեկան բռնությունների պարագայում, ինչպես ընտանիքի անդամին պաշտպանել մյուս անդամի ոչ էթիկական, մեղմ է ասած, երբեմն բռնատիրական, հա, այդպիսի վերաբերմունքից, որտեղ դա ընտանիք է, ամբողջություն է, եւ քո միջամտությունը բնականաբար պիտի լինի էթիկապես շատ գրագետ։ Խոսեցինք երեխաներից, ընտանիքից, դարձիր խնամատար, պարգևիր սեր։ Այդ նախագծից խոսենք, հա, որովհետև իսկապես շատ հիանալի նախագիծ է, ավելի մանրամասն։ Սկսել ենք դրա մասին խոսել եւ գործել 2005 թվականից եւ մի քանի շատ կարեւոր դրույթներ մեզ մղեցին դա անելու։ Առաջինը իմ հետազոտական աշխատանքը հենց Հայաստանում խնամքի այլընտրանքային տարբերակների մասին էր, թե ինչ էր անում մեր երկիրը, իր պետականություն չուներ եւ անշուշտ կային նաեւ բանդախտության մեկնող մարդիկ, հիվանդացող մարդիկ եւ այլն, ինչ էր լինում այն երեխաների հետ, ովքեր մնում էին մենակ։ Եվ հասկացա, որ սա մեր սովորական պատմական, սոցիալական պրակտիկայի մեխանիզմներից մեկն է։ Միշտ գտնում էր քահանան, ընդ որում գտնվում էր համայնքում մի առողջ ընտանիք, ովքեր աստվածավախ են, շատ հավասարակշռված, դաստիարակության մեթոդներ ունեին, եւ այդ ընտանիքը կարգվում էր հատուկ ծեսի միջոցով, կարգվում էր այդ անխնամ մնացած, անաստանողական խնամքի մնացած երեխային, որպես հայերենում, միայն հայերենում է հոգեծնող արտահայտությունը, միայն հայերեն լեզվում եւ հոգեզավակ։ Եվ այնքան լավ է դա արտահայտում, որ հոգով ծնող, հոգով զավակ։ Այս մեխանիզմը մերն է, մեր սեփականն է։ Հաշվի առնելով, որ դա մեր իսկ պատմական սոցիալական պրակտիկայի արգասիկ է, մտածեցինք, որ ինչու ունենք այսքան մանկատներ, ինչու ունենք այսքան երեխաներ մանկատներում, այն դեպքում, երբ որ մեր շուրջը այնքան հրաշալի ընտանիքներ կան, այնքան լավ ընտանիքներ կան, փառք Աստծո։ Ու սկսեցինք փնտրել ընտանիքներ, երկրորդ մեր նախադրյալը, որի վրա հենվում էինք այս ծրագիրը իրականացնելուց, դա այն էր, որ նաև ունենք ոչ վաղ անցյալի փորձ, խորհրդային շրջանում Լենինգրադից էվակուացված երեխաները պարզապես տեղավորվել էին ընտանիքներում, այնքան շատ էին երեխաները, հա, գնացքներով էին տեղափոխում, որպես թիկունք, եւ այդ երեխաները մեծացրել են։ Երկրորդ համաշխարհային պատերազմից։ Այո, բոլորովին վերջերս, այո։ Այսինքն դա ոչ թե անցյալ պատմական ինչ-որ մի իրադարձության մասին է խոսքը, այլ հենց սա մեր ծերունդին հիշողության մեջ շատ պայծառ։ Եվ ես գիտեմ ընտանիքներ, ովքեր խնամել են Լենինգրադի երեխաներին ու մինչև այսօր այդ ընտանիքները վկայում են, որ շարունակում են իրենց զավակներ իրար հետ կապ պահել, այսինքն դա իրենց սոցիալական կապիտալն է դարձել։ Նաև որդեգրությունը ունենք որպես տարբերակ, բայց մեր երեխաները, որ գտնում են մանկատներում, շատ քչերն են, որ որդեգրության ենթակա են զուտ իրավաբանական ստատուսից ելնելով։ Ու սկսեցինք այս գործընթացը 2005-ին երկու մարզում, Գեղարքունիքի եւ Լոռու մարզում, Մագի մանկական հիմնադրամը ես իրենց այնքան շնորհակալ եմ։ Այս ծրագիրը այդ երկու մարզերի վրա է, այսինքն գործում։ Մենք փորձնական ծրագիրը սկսել ենք այդ երկու մարզում, 2005-ի մասին եմ խոսում, եւ ունեցանք առաջին 30 հրաշալի ընտանիքները։ Երեխաները Վանաձորի եւ Գավառի մանկատնից տեղավորեցինք եւ նաեւ մեր երեխաների կենտրոնից ես ներկայացնում եմ Հայաբնության ֆոնդի երեխաների կենտրոնը, որտեղ բռնության ենթարկված երեխաներին ենք ապաստանում։ Եվ ես այդտեղ եմ աշխատում, իմ հիմնական աշխատանքը դա է, եւ ստացվեց այնպես, որ երեխաները ոչ միայն հարմարվեցին ընտանիքներում, այլև դարձան իսկապես ինձ համար շատ հուզիչ է, նաեւ դարձան այդ ընտանիքների իսկապես հոգեվոր զավակը։ Մինչեւ հիմա իրենք կապի մեջ են, թորներ, ճիշտ այնպես ինչպես մեր զավակները կգան մեր տուն իրենց երեխաներով եւ այլն, որևէ տարբերություն ուղղակի չեք կարող զգալ։ Հիմա երկրորդ փուլն է, մինչև 2012 թվականը պիլոտը արեցինք, պարզապես կարևոր էր տեսնել, թե այդ նոր մոդելը Հայաստանում ինչպես է աշխատում։ Եվ նորովի են պայմանները, մենք արդեն ոչ երկրորդ համաշխարհայինից հետո փուլում ենք, ոչ պատմական Հայաստանում ենք, մենք նոր իրավիճակում ենք եւ բնականաբար շատ կարևոր էր հասկանալ, թե սոցիալական այդ մոդելը ինչպես է աշխատում, իսկապես կգտնենք ընտանիքներ, ովքեր պատրաստ կլինեն ուրիշի զավակ մեծացնել, այն էլ դժվար վիճակում հայտնված երեխայի, եւ գտանք։ Հետո պետությունը շարունակեց, մենք նույնիսկ անվճար ենք սկզբում կազմակերպել
բայց հետո արդեն որտեղ մեզ համար շատ կարևոր էր, որ այն ընտանիքները գային այս ծրագիր, ովքեր իսկապես իրենց առաքելությունն են համարում մեկ երեխայի ճակատագիր փրկելը, եւ առաքելությունով մարդիկ եկան։ Հետո հասկացանք նաև, որ պիտի հավասարակշռվի, որովհետև դա ի վերջո պայմանագրային հարաբերություններ են, պետությունը մանկատանը դաստիարակ եւ հսկայական անձնակազմ պահելու փոխարեն ընտրում է մի ընտանիք, որը շատ ավելի էժան է, տնտեսապես նաև էժան է, բայց դրա բերած էֆեկտը անհամեմատ մեծ է, որովհետև երեխան ընտանեկան միջավայրում է մեծ, այո, եղբայր, քույր, հայր, մայր, հարևաններ, քեռի, մորակույր, երեխան միանգամից ձեռք է բերում ընտանիք եւ ընտանիքով պայմանավորված ամբողջ սոցիալական կապիտալը, այդ էր մեր նպատակը։ Հետո պայմանագրային հարաբերություններ նաև վճարվում են այդ ընտանիքները եւ այդ վճարի մեջ իրականում մենք հասկանում ենք, որ ամեն երեխայի մուտք ծախս է ընտանիքի համար, ինձ թվում է շատ գրագետ է մտածված, որ նաև փոխհատուցում ենք այդ ընտանիքի ծախսերը։ Այսինքն մենք ուզում ենք իրենց սերը, ջերմությունը, սերը, վերաբերմունքը, հոգ տանելը, այդ ամեն ինչը ակնկալում ենք ընտանիքից, բայց չենք ուզում իրեն ֆինանսական լրացուցիչ ծախսեր պատճառել, դրա համար այն ինչ որ պիտի ծախսեինք մանկատանը այդ երեխային պահելու համար, այդ գումարը փոխանցվում է ընտանիքին եւ երեխան ստանում է ընտանիք։ Սա փոխօգնության, հասարակության առողջացման, ընտանիքների առողջացման, երեխաների դժբախտացած եւ դժվար վիճակում հայտնված ընտանիքների նոր շանս տալու հրաշալի մոդել է, պարզապես հրաշալի մոդել է։ Ու ես շատ կուզենայի այս առիթը օգտագործել, շնորհակալ եմ հրավերի համար, ամենից շատ սոցիալական աշխատողներին երջանկացնում է փոխված ճակատագրերը եւ դրանում իրենց ունեցած մասնակցությունը։ Բարեբախտաբար կառավարությունը հիմա մենք իդեպ ասեմ թիվը, մենք այս պահին ունենք 192 երեխա, ովքեր գտնվում են 140 խնամատար ընտանիքներում։ Այլ կերպ ասած, Հայաստան աշխարհում կա 140 ընտանիք, ովքեր մեծ սիրով վերցրել են ուրիշի երեխաներին եւ իրենց սերը, ջերմությունն են փոխանցում այդ երեխաներին իրենց երեխաներին, այսինքն այս 1 տարվա, թե քանի տարվա ընթացքում են 2005-ին սկսեցինք, փորձնական ավարտվեց 30 ընտանիքով, բայց հետո երբ որ սկսեց կառավարությունը իրականացնել, նոր ընտանիքներ միացան այդ նախաձեռնությանը։ Հիմա մենք երկրորդ փուլում ենք զարգ տալու։ Գիտեք, ինչ որ միտեղից սկսեցինք, վախվխելով, անհանգիստ, արդյոք կստացվի, չի ստացվի եւ այլն, եւ շատ զգուշավոր էին քայլերը։ Հետո փորձարկեցինք երկարաժամկետ խնամատարության տարբերակը, երբ որ երեխան իրականում կարիք ունի մնալու ընտանիքում մինչև իր 18 տարեկան լրանալը։ Հիմա ուզում ենք փորձարկել նաև ճգնաժամային ընտանիքները, ինչ է դա նշանակում, խնամատար ընտանիքները, ինչ է դա նշանակում ունենալ ընտանիքներ, ովքեր ոչ միայն պատրաստ կլինեն երկարաժամկետ խնամել երեխաներին, այլև եթե կարիքը կա, ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել, կարճաժամկետ կարողանան ընդունել երեխային, բացած ստեղծեն, շնչելու այսպիսի տարածք ստեղծեն, մինչև, չգիտեմ, փաստաթղթային հարցերը լուծվեն, մինչև հասկանանք ուր է մայրը, ուր է հայրը։ Խոսքը վերաբերում է այն երեխաներին, որ ասեն գիշերվա կեսին մնացել են մենակ փողոցում, ենթադրենք հիվանդացել է մայրը անսպասելի, չգիտեմ, շտապօգնությունով տարել են հիվանդանոց, հանկարծ այդ ընտանիքի համար չի գտնվում որևէ մտերիմ, որևէ հարևան, ով երեխաներին տիրություն կաներ, մինչև մայրը վերադառնա։ Սկսած այդ դեպքերից անմեղ այսպես իրավիճակներից, մինչև այն իրավիճակները, երբ որ օրինակ գիշերվա կեսին ծնողները ձերբակալվում են, կամ մեկը կամ խնամող ծնողը, կամ կալանավայրում են հայտնվում, վերջապես այն դեպքերում, երբ ուղղակի չգիտենք ուր են ծնողները։ Մենք ունենք ցավոք սրտի մեր հասարակության մեջ այդպիսի իրավիճակներ նույնպես, երբ որ շատ անպատասխանատու են ծնողները ցավոք սրտի պահում իրենց զավակների հանդեպ, կարող են օրերը թողնել մենակ, անխնամության մատնել, տիրություն չանել, այն նման դեպքերում հարկավոր է երեխային տանել ապահով ջերմ միջավայր, որը մեր տերմինաբանությամբ ճգնաժամային խնամատար ընտանիքներն են։ Մինչև հասկանանք, արդյոք սա ուղղելի իրավիճակ է, այդ դեպքում երեխան վերամիավորվի ընտանիքի հետ, եթե ուղղելի իրավիճակ չի, ուրեմն երեխան կմնա երկարաժամկետ խնամքի։ Ցավոք սրտի սա այն թեման է, որ ընդամենը 15 րոպեվա ընթացքում ես մեծ սիրով կգամ հաջորդ անգամ։ Մենք մեծ սիրով կգանք, որովհետև իսկապես սա շատ կարևոր մեծ գործ է արվում ու ցավոք սրտի ես վստահ եմ, որ մեր իրականության մեջ մեր հեռուստադիտողներից կամ մեր հայրենակիցներից շատ-շատերը տեղյակ չէին այս ծրագրից։ Կխնդրեմ երևի այցել են սոցիալական ինչ կայքեր, ինչ հարթակներ ունենք, որտեղ մարդիկ այս ծրագրին ծանոթանան։ Եթե փնտրեն խնամատար
եմ կամ նայեն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կայքեջը, նայեն Հայաստանի սոցիալական աշխատողների կայքեջը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի շատ կան եւ մեր կենտրոնի երեխաների պաշտպանության կենտրոնի կայքը որ նայեն, մենք ամենուրեք եւ Facebook-յան էջ կա եւ Instagram-յան էջ կա եւ բայց ես ձեզ հետ համաձայն եմ, որ լավ կլիներ հաջորդ անգամ մենք գայինք այդ խնամատար ծնողներից մեկի հետ Շատ լավ։ Եվ կազմակերպեինք զրույցը մարդիկ կենթանի օրինակի, հա, մենք ունենք ընտանիքներ, ումից ուղղակի լույսը փռվում, հա, ծնողներ, որոնք այնքան լավ են յուրացրել մոդելը եւ այնքան լավ են իրենց զգում, բավական բարդ է մոդելը, բայց իրենք շատ լավ են զգում, այնքան են յուրացրել դա, երբ որ մարդկանց հարցնում են, բա դուք չեք վախենում, որ մի օր կգան ու կտանեն, հա, կենսաբանական ծնողները կգան այդ երեխաներին կտանեն։ Ես վերջերս այդ իրազեկման հանդիպումների ժամանակ մեր ծնողներից մեկը պատասխանեց, ասեց. Գիտեք, այդ ամենալավ ելքն է։ Ես շատ ուրախ եմ, որ իմ պահած երեխան նորից կարողացել է գտնել իր ընտանիքը։ Դա իմ առաքելությունն է։ Այսինքն ես ոչ թե երեխա եմ վերցնում, այլապես կորթեգրեի։ Խնամատարությունը հենց դրա մասին է, որ դու փրկում ես երեխային, ոչ թե սեփականացնում ես երեխային, այլ դու փրկում ես։ Դա իսկապես առաքելություն է, հետո նոր աշխատանք։ Շնորհակալ ենք շատ։ Ես վստահ եմ մենք կունենանք կրկին հանդիպում ու այս թեմայի շուրջ կխոսենք ել ավելի լայնամասշտաբ ու ես վստահ եմ որ խնամատարների ծնողների ցանկը գնալով կմեծանա։ Շնորհակալություն շատ, ձեզ լավ օր։ Կարելի է նոյեմբերի 4-ի հետ կապված ուղերձանը։ Շատ արագ։ Շատ արագ։ Դիմում եմ բոլոր պրակտիկ սոցիալական աշխատողներին, կրթողներին, դասախոսներին, քաղաքականություն մշակողներին, սոցիալական աշխատողներին, սատարող ծրագրերի հեղինակներին, դոնորներին, բոլորին ու հանրությանը։ Շնորհավորում եմ, որ մենք ունենք այդպիսի հրաշալի մասնագիտություն մեր երկրում եւ այդպիսի հրաշալի մասնագետներ։ Բոլորին մաղթում եմ տոկունություն։ Շնորհակալություն մեր հյուրն էր Միրա Անտոնյանը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահը։ Այսքանով ավարտվեց մեր եթերը, վայրկյանների ընթացքում մեկ ժամն ավարտվեց։ Իսկ մենք հանդիպենք վաղը, նույն վայրում, նույն ժամին, նույն ամենաջել հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Մնացեք մեզ հետ։